Մեծարգո վարչապետ, ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգելի գործընկերներ, 1999 թվականի հոկտեմբերի 27-ին Կտրիչ Ներսիսյանը ընտրվեց ամենայն հայոց կաթողիկոս։ Պատմում են, որ այդ պահին, երբ որ ահաբեկչությունն արդեն տեղի էր ունեցել, մոտեցել են եւ հայտնել են, թե ինչ է տեղի ունեցել ազգային ժողովում, եւ Կտրիչ Ներսիսյանը ասել է սուս մնացեք, հանկարծ ոչինչ չասեք։ Եվ այդ պահից սկսած, հոկտեմբերի 27-ի արյան վրա ձևավորվեց մի սրբազան դաշինք Կտրիչ Ներսիսյանի եւ Հայաստանը բորենու պես մասնատող արյուն ռուշտ իշխանության միջև։ Եվ այդ դաշինքը շատ հանգիստ եւ ծաղկուն կերպով գոյություն ունեցավ։ 2008 թվականի մարտի 1-ին Երևանի կենտրոնում գնդակահարվեց 10 մարդ։ Եվ նորից Կտրիչ Ներսիսյանի եւ օլիգարխիայի քաղաքական եւ տնտեսական դաշինքը մազաչափ անգամ չերերաց։ Եվ Կտրիչ Ներսիսյանը հայ ժողովրդին որևէ կերպ չմխիթարեց ահաբեկչության հերթական ակտից հետո, որովհետև այդ սրբազան դաշինքը շատ ամուր էր ու հիմնված էր փողի վրա, ընդհանուր մեղքի վրա, պետության եւ ժողովրդի հանդեպ ընդհանուր մեղքի վրա։ 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո, երբ որ նույն արյունարբու հանցագործները հերթական ահաբեկչական ակտն էին ձեռնարկում պետության դեմ, Կտրիչ Ներսիսյանը կրկին ու սուսի տված նույն խմբակի հետ պահանջում էր Հայաստանի Հանրապետության ընտրված վարչապետի հրաժարականը եւ սրբազան դաշինքը հերթական անգամ փորձում էր ռմբակոծել պետության հիմքերը։ Այս 3 շրջադարձային կետերում 1999 թվականի հոկտեմբերի 27, 2008 թվականի մարտի 1, 2020 թվականի նոյեմբերի 9։ Վճռական հանգամանքներն էր, որ Կտրիչ Ներսիսյանի եւ որոշ բարձրաստիճան հոգեվորականների եւ օլիգարխիայի միջև կար մի սրբապիղծ ամուսնություն։ Եվ այդ սրբապիղծ ամուսնության այլանդակ հետևանքը Հայաստանում հաստատված գողապետական համակարգն էր։ Եվ այդ համակարգի ամենակարևոր առանձնահատկությունն այն էր, որ այն ժողովրդին շրջանցել էր, որ ժողովուրդը այս պատմության մեջ ընդհանրապես գործոն չէր։ Եվ այսօր էլի նույն բանն է կատարվում։ Ինչ է այսօր կատարվում, պարոն Նազարյանը վերհիշեց 1045 թվականը։ Հայ բարձրաստիճան հոգևորականները հայ օլիգարխիայի հետ կամ նախարարական տների հետ դաշնակցելով երկու անգամ մատաղ են արել հայոց պետականությունը, Արշակունիների եւ Բագրատունիների թագավորությունը։ Եվ այս երկու անգամ էլ ժողովուրդը խաղի մեջ չի եղել։ Եվ դա հասկանալի էր, որովհետև այն ժամանակ կարգերն էին ուրիշ, ժողովրդավարություն չէր։ Բայց պետության կորստի երկու դեպքում էլ գինը վճարել է ժողովուրդը իր 100-ամյա, 1000-ամյա տառապանքներով։ Այսինքն եկեղեցու բարձրաստիճան պետերն ու օլիգարխիան պետության գլուխը կերել են եւ գինը վճարել է ժողովուրդը, որովհետեւ իրանք պահել են ինչ որ ունեին։ Այսօրվա իրողությունների շրջադարձային տարբերությունը գիտեք որն է, որ Հայաստանի հայ ժողովրդի պատմության մեջ առաջին անգամ, երբ որ եկեղեցու բարձրաստիճան ղեկավարությունն ու օլիգարխիան էլի ուզում է մատաղ անի մեր պետությունը, ժողովուրդը խաղի մեջ է։ Ժողովուրդը խաղի մեջ է, ժողովուրդը գործոն է, առաջին անգամ Հայաստանի Հանրապետությունում կա լեգիտիմ ընտրված իշխանություն եւ կա ժողովրդի եւ իշխանության դաշինք։ Էսա որ ուզում են քանդեն այս մարդիկ։ Էսա որ ուզում են էլի շրջանցեն ժողովրդի եւ պետության, ժողովրդի եւ լեգիտիմ իշխանության դաշինքը։ Որովհետեւ իմ մոտ միշտ հարց է առաջացել, լավ, խի Կտրիչ Ներսիսյանը բոլոր օլիգարխների նախկին հանցագործ թալանչիների, արյունարբուների հետ լեզու գտնում է, Հայաստանի ժողովրդի վստահություն ունեցող իշխանության հետ լեզու չի գտնում, ո՞նց ասենց։
Ոնց է, որ բոլորի հետ դու լեզու գտնում ես, բոլոր սրբապիղծների հետ լեզու գտնում ես։ Բայց ժողովրդի իշխանության լեգիտիմ վարչապետի հետ դու լեզու չես գտնում։ Ուրեմն խնդրեմը ժողովրդի հետ է։ Խնդրեմը ժողովրդավարության հետ է, որովհետև ամեն անգամ, երբ որ եկեղեցու պետերը գնացել են օլիգարխիայի հետ մատաղ են արել այս պետությունը, շրջանցել են ժողովրդին ու հետո հաշիվը փակել է ժողովուրդը իր հազարամյա տառապանքներով, այսօր ուզում են նույն բանն անեն։ Ու այս ամբողջ պատմությունը սա է։ Ամբողջ պատմությունը սա է ու ամեն անգամ փորձ է արվում ջարդել ժողովրդի եւ իշխանության միջև գոյություն ունեցող դաշինքը։ Ամեն անգամ։ Եվ ամեն անգամ նրանք իհարկե այս սրբազան, այսպես ասած, բայց իրականում արյունոտ դաշինքը հանդես է գալիս մի նոր կերպարանքով։ Եվ այսօր Կտրիչ Ներսիսյանի վեղարը նման է մի մարտագլխիկի, որի տակ հավաքվել են բոլոր ինչքան հանցագործ ասես, օլիգարխներ, նախկին թալանչիներ, դուրսպրծուկներ, սրբապիղծներ եւ ընտրապիղծներ, հիմնադիր ընտրապիղծներ, բոլորը հավաքվել են այս վեղարի տակ որպես մարտագլխիկ, եւ այդ մարտագլխիկով ուզում են կրակել պետության վրա։ Եվ երեք այդ մարտագլխիկի տակ սահուն կերպով հայտնվեց նաեւ բանը, Հեծի սեփականատեր Սամվել Կարապետյանը, որին այսօր Գառնիկ Դանիելյանը մի մեծ խանդաղատանքով էր վերաբերվում, ասում է ես նրան չեմ ճանաչում, բայց ոնց որ թե հմայված էր Գառնիկ Դանիելյանը միջև իր վերջին բջիջները բանով, այդ բարերարով։ Բա որ ժամանակին ձեր իշխանության ժամանակ գործարար բարերարներին ունեզրկում էին, խլում էին այդ մարդկանցից իրանց ունեցվածքը, իրանց քաղաքական գործունեության համար, բա ուր էիր, խեր պապանձվել։ Դու ու քո շեֆերը, բա ուր, բախի չեք խոսում դրա մասին։ Հիմա այս ելույթը հաստատ լսում են ու լսելու են մարդիկ Հայաստանում եւ Սփյուռքում, ովքեր որ թալանվել եւ ունեզրկվել են Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի հանցավոր իշխանության կողմից։ Մենք խնդրում եմ այդ մարդիկ թող Գառնիկ Դանիելյանին մի երկու բան պատմեն իրենց անցած ճանապարհի եւ իրենց ունեցած փորձառության մասին։ Այդ ուր էր Գառնիկ Դանիելյանը այդ ժամանակ։ Չլինի ինքն էլ էր 23 տարեկան, ոնց որ այսօր ասում էին ինքը չէր հիշում, Եղոյանի մասին էին ասել։ Եկել եք ինչ եք խոսում, բան եք խոսում եք վե արժեքներից, բարերարությունից, թե բա բարերար էր, մի անգամ դուք շնորհակալություն չա։ Լսեք հələ մի հատ որ վերցնենք նայենք թե այդ բարերարին պետության սեփականությունից, ազգային հարստությունից ինչքան բան ա տրվել, շուկայականից տասնապատիկ, հարյուրապատիկ էժան գներով։ Հետո ինքը մի թուլափա ինչ որ միտեղ մի հատ բան ասարկել, այսօր բերել եք էդի փորձում եք հասարակության վրա ծախեք։ Հա? Կամ խի եք բարերարության հույսին մնացել։ Այսինքն դուք ժողովրդին բան եք անում, ժողովրդին հարստահարում եք, կանգնեցնում եք աղքատության շեմին եւ հետո սկսում եք բարերարությամբ այդ ժողովրդին պահել այդ բան համակարգի մեջ, հա? Անընդհատ ձեր ձեռքին նայողի մուրացիկի կարգավիճակում եք ուզել պահել։ Ու այսօր ժողովուրդը ինքը բնականաբար որպես ինքնիշխան քաղաքացի ինքնա տերը այս երկրի եւ ինքնա տերը ժողովրդավարության։ Եկել է եւ Հայաստանի էլեկտրական ցանցերի մասին ասում եք, հա, բանը ինքը հանդես եկավ եկեղեցու աջակցությամբ եւ միանգամից սկսեցի քաղաքական հետապնդումներ, ոչ։ Ամիսներ առաջ ենք ազգային ժողովում հրապարակային հանրային քննարկումներ անցկացրել Հայաստանի էլեկտրական ցանցերի խայտառակ գործունեության վերաբերյալ, խայտառակ։ Բայց չեք տեսել, այն ժամանակ էլ ես հիշում եմ, որ մի երկու հոգի ճամարտակում էին, որ քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը հրահանգ է ստացել հեծի դեմ չգիտեմ ինչ անել։ Հանրային քննարկում էին կազմակերպել, ուզում էինք հասկանայինք հեծը խիա մարդկանց հոսանքն այդքան անջատում։ Ինչ կապ ունի դա եկեղեցու հետ։ Ասենք որ բանը հոսանքի տատանումներից մարդկանց գույքը փչանում է, դա ինչ կապ ունի Կտրիչ Ներսիսյանի հետ։ Մի հատ ինձ կարաք բացատրեք։ Եկել Տիկին Խամանն ասում է, եկել եք ստե սրա նրա բանը, կուսության հարցն եք քննարկում։ Դուք եք սրա նրա կուսության հարցը քննարկում։ Նախ սրա նրա չի, ձեր վեհապարի մասին է խոսքը, սա մեկ, եւ երկրորդը կուսության չէ, կուսակրոնության, դրանք ռադիկալ տարբեր հասկացություններ են։ Կուսակրոնությունը դա մի հասկացություն է, որը պարտադիր պայման է կաթողիկոս ընտրվելու համար։ Հա? Սիրելի հայրենակիցներ, ես իհարկե նաև առիթ եմ ունենալու խոսել մեր խմբակցության անունից եւ մնացածը խմբակցության ելույթի ժամանակ։ Շնորհակալություն։ Մեծարգո վարչապետ, ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգելի գործընկերներ,
Սիրելի քաղաքացիներ, եկեղեցին ու հավատը ժողովրդինն են։ Իսկ ովքեր են տասնամյակներ շարունակ ոչիր ու արյուն օրհնած եկեղեցականները, ով եք դուք։ Դուք 20 տարի համբուրել եք այս դահլիճում Հայաստանի Հանրապետությունը գլխատողների արյունոտ ձեռքերը, որ այդ արյունոտ ձեռքերը մտցնեն գրպանները ու այնտեղից հանած 2 կոպեկները շպրտեն երեսներիդ, որ գրոշներ շպրտեն երեսներիդ, վազեք եկեղեցու սրբապատկերը հանեք, կոպեկ շպրտողի նկարը տեղը կախեք, այ վեղարի տակ թաքնվող սրբապիղծ մուրացկաններ, ձեր ծխած խնկից արյան հոտ ապչել։ Երազում եք մենք էլ ժողովրդի հարգերը գողանանք ու այդ գողոնից երեսների 2 կոպեկ շպրտենք, մենք էլ դառնանք ձեզ համար սրբապատկեր։ Չգողացանք, դրա համար էլ ռազմական հեղաշրջում եք պահանջում։ Վիզները ծուռ նստել նայել եք ոնց են ձեր փարթամավի շեֆերը ժողովրդի ունեցվածքը չփչփացնելով լափում։ Կախած գլուխներդ էլ ձգել եք, որ լափի ցալքումներից գոնե մի քիչ ձեր երեսին դիպչի, օֆշորում մի թեթև հաշիվ, գոնե մի քանի երթուղային գիծ, լավ գոնե մի պաձեմքի շաուրմա անոց։ Մի բարձ հարց ենք տվել, շնանում եք թե չէ։ Ընդ որում սա մենք չենք ասում, 10 պատվիրաններից մեկն է ասում։ Ասում է, եթե ուզում ես շնանաս, կուսակրոնության ուխտ մի ընդունիր։ Կուսակրոն, դուք կրոնի հետ այնքան կապ ունեք, ինչքան կույս եք։ Մյուս պատվիրանն ասում է մի գողացիր, ըստ բաց աղբյուրների, Կտրիչ Ներսիսյանի շվեյցարական HSBC բանկի հաշվի համարին 2006-7 թվականներին եղել է $1,100,000 չգողացված գումար։ Ըստ մյուս պատվիրանի քո Տեր Աստծու անունը զուր տեղը չպիտի արտասանես։ Այսինքն ասում է Կիրակի օրը, որ Աստծու անունից պատարակ ես հրավիրում, պատարակը ընդդիմադիր քաղաքական քարոզի մի վերածիր։ Մեկ այլ պատվիրանը ասում է ոչ քո մերձավորի տան, ոչ նրա ագարակի, ոչ նրա քեռու կնգա վրա, աչք մի ունեցիր, այ ձեր խիղճը կտրի։ Կովիդի պիկին Օձունից մի քաղաքացի էր իջել Ալավերդի, կապի օպերատորներից մեկի գրասենյակ, աշխատողը ջղանացած ասում է, դե մասկա դիր էլի, ասում է, որ մասկա ունենայի կողքի ոսկու խանութը կմտնեի։ Հիմա այս պատվիրանները սրանց ինչ են ասում, սրանք ինչ են անում։ Ինչի պատարակը կարա դառնա քաղաքական քարոզ, արքեպիսկոպոսը թիմ ընտրություններից հետո ընդդիմադիր կոալիցիայի քավոր կանգնի, Բագրատը ոչ խարագրկած Կիրանցից իշխանափոխություն գոռալով վազի Երևան, վեհապարը վարչապետի հրաժարական պահանջի, մենք չենք կարա մի անմեղ հարց տանք, շնանում եք թե չեք շնանում։ Ընդհանրապես այն վեհապարը, որը պահանջում է վարչապետի հրաժարական ու դրանից հետո ժողովուրդը վարչապետին վերընտրում է, ինքը վեհապարը պետք է հրաժարական, ժողովուրդը վարչապետին վերընտրում է, ինքը վեհապարը պետք է հրաժարական։ Անգամ մի սովորական ժեկի պետի թագավորն ապրած կենայի ցածր դիմելաձևով դիմեք։ Ոչ, քանի որ սաղ կյանքները տեր եք փնտրել, ձեր նմաններին էլ տեր են ասել։ Օրերս մեծ աղմուկ բարձրացած լուսանկարը, որտեղ կովերը պարկած են կիսաքանդ վանքում, Քոբայրի վանքն է, Թումանյանի տարածաշրջանում է 12-րդ դարից մեզ մնացած պատմամշակութային զարդ։ Իսկ ինչու են կովերն անարգել մտնում Աստծու տուն, բայց մի շարք բարձրաստիճան հոգևորականների տուն մտնել ու պարկել չեն կարողանում։ Որովհետև նրանց դղյակների 3 մետրանոց պատերը հաղթահարելու համար մեջքներին պետքա ուղղաթիռի պրոպելերներ ունենան։ Իսկ ով է եկեղեցիների վերականգնման համար փող ծախսում։ 1 միլիարդ 700 միլիոն դրամ։ Այսքան է այս ազգադավ իշխանությունը ծախսել վանքերի վերականգնման նպատակով։ Սանայինի ու Հաղպատի, Օձունի ու Աղթալայի, հարյուրավոր վանքեր տանող կարկատած ու քարուքանդ ճանապարհներ է կառուցում այս ազգակործան իշխանությունը։ Ասում են եկեղեցու ու կառավարող ուժի միջև անջրպետ կա, այո, կա անջրպետ։ Հարգելի քաղաքացիներ, ով է վարչապետի անվտանգության ծառայության պետը, ով է ազգային ժողովի նախագահի վարորդը, սիրելի փոքր ու միջին բիզնեսով զբաղվող քաղաքացիներ, ով է ձեր տեղամասային հարկային տեսուչը, հարգելի խոշոր բիզնեսմեններ, ով է տեսչական մարմնի պետը, քանի անգամ եք հաց տվել տեսուչներին գրպաններն էլ փող խցկել։ Սիրելի վարորդներ, քանի անգամ եք ծխախոտի տուփի մեջ 5000 դրամ դրել ու լուսամուտից շպրտել դեպի շպրտած տուփն էլ վազող պարեկ տեսել։ Սիրելի բուժարուներ, քանի հիվանդանոց գիտեք, որտեղ անգամ վերելակ մտնելու համար պետքա փող տաք։
Սիրելի նպաստառներ, քանի տեղամասային սոցապի պետք գիտեք, որը ձեզ ստիպում է 1 տարվա նպաստ նշանակելու համար 4 ամսվանը գլխից տալ իրեն։ 2018-ից հետո քանի մարդ պետք գիտեք, որ ձեր խմելու ոռոգման ջրի խողովակները տարել իր համար հեկ է սարքել։ Ձեր երեխեքի մանկապարտեզներն էլ սեփականաշնորհված առանձնատուն դարձած են վաղուց համայնքապետերի կողմից։ Ճանաչում եք նման համայնքապետեր։ Հիմա կասեք, ինչ կապ ունի սա անջրպետի հետ։ Ուղիղ։ Եթե վերոգրյալ անուններն իմանայիք անգիր, ինչպես իմացել եք տասնամյակներ, ձեր հարկերը կլինեին ոչ թե բյուջեում, այլ այդ անունների գրպանում։ Իսկ այդ գրպաններից մի երկու գրոշ, մի երկու բենտլի կշպրտվեր ելուզակներին, ու իշխանությունը կլիներ ոչ թե ազգադավ, այլ վսեմափայլ։ Անջրպետը բենտլին է, բրիտանական ավտոպրոմի այդ զարդը։ Բենտլին սիմվոլն է ու առանցքը այս բանավեճի։ 2018-ից առաջ գնում Երևան մոլ էի կորնում, ցումի արտել, պատվալի բիստրո, ռազվալի տուլկի, ցապկի պաչևնիկ։ Պետությունը 65 միլիոն դոլար արժողությամբ ջրամբար է կառուցել։ Երրորդ հանրապետության պատմության մեջ առաջինը։ Լոռու մարզում 13 միլիոն դոլար արժողությամբ ճանապարհ 6 գյուղի համար, միլիոնավոր դոլար արժողությամբ դպրոցներ։ Մի անգամ չտեսա, մի հատ հոգևորական գնա օրնի։ Որովհետև դուք մեր պետության հետ կապ չունեք, որովհետև պետության հաջողությունը ձերը չեք համարում։ Կառավարելու այն ժամանակահատվածը, որ մեզ տվել է ժողովուրդը 2018-ից սկսած, անդունդի եզրով քայլելու մասին է։ Ու անդունդի եզրով պետք է քայլես արագ, քանի որ աշխարհը կողքովդ սլանում է։ Մեծարգո վարչապետ, ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգելի գործընկերներ, սիրելի քաղաքացիներ։ Պետություն ունենալու հարցում մեր բախտը համընկել է եւ հասնելու է մեր նավահանգիստ, իսկ իր կիսավեր քոբայրներով ու նորակառույց դպրոցներով, թշվառ հոգևորականներով ու ատեստավորվող ուսուցիչներով։ Ու չեն դադարելու հարվածները դրսից ու ներսից, արշևից ու թիկունքից։ Պայքարել է պետք, պայքարել ու չօգնել, պայքարել ու չհանձնվել, պայքարել ու հաղթել, հաղթել պետության համար, հաղթել հանուն պետության, հաղթել հանուն պետության։ Շնորհակալություն։ Հարգելի գործընկերներ, այսօր երբ հայտարարվեց, որ հեծի ազգայնացման գործընթացով պիտի առաջ շարժվենք, ճիշտ ասած, մտքումս հետևյալ միտքը հայտնվեց, կարող է մեր ընդդիմադիր գործընկերները օրինակ ասեն, որ հեծը ազգային արժեք է եւ թուրք-ադրբեջանական տանդեմի դրդմամբ է իշխանությունը պատրաստվում բղծել այս ազգային արժեքը, բայց մտքումս դա որպես աբսուրդ էր հնչում, բայց երբ որ դա մտածեցի, դրանից 3 րոպե հետո մոտարապես կարդացի Հայաստանի ժուրնալիստների միության նախագահ, իդեպ ժուրնալիստների միությունը եւս մեկ սրբություն է, նախագահ Սաթիկ Սերյանյանի մի գրառում գրել է, ինչ վերաբերում է հեծին, տարիներ շարունակ այդ կենտրոնները, այդ թվում եւ թուրքական եւ արևմտյան կոնկրետ աշխատում են դրա դեմ, այն պահից, երբ այն ձեռք բերեց Սամվել Կարապետյանը հայ գործարարը։ Ուստեղ պարոն Մինասյան, որ դուք ասում եք մենք պետք է միավորվենք ազգային արժեքների շուրջ։ Ախր խնդիրը հետեւյալն է։ Մեր համար ազգային արժեքները իրական են։ Դա մեր պետականությունն է, մեր լեզուն է, մեր ազգային առանձնահատկություններն են, մեր ազգային շահերն են եւ այսպես շարունակ։ Ձեր համար, ձեր նկատուշեմ անձամբ ձեր քաղաքական հոսանքի համար, ազգային արժեքը ձեր թիմակիցների գողոնն է, ձեր թիմակիցների զավթած կառույցներն են ու ամեն ինչ որ դուք անում եք, անունը դնում եք ազգային արժեք ու մի հատ մարդ հարց է բացացնում, լավ, այս կառույցում ամեն ինչ նորմալ, ասում եք բան, ձեռքները հեռու մեր սրբություններից։ Ո՞րն է ազգային արժեք, հարցնում եմ, հիմա եթե հայ առաքելական եկեղեցին անառարկելիորեն ազգային արժեք է, մեր համար նորմալ է, որ մեր ազգային արժեքի գլուխը ըստ այդ ազգային արժեքի կանոնադրությամբ պիտի լինի կուսակրոն, բայց ինքը կուսակրոն չի, սա նորմալ է։ Այսինքն ինչի շուրջ պետք է մենք միավորվենք, որ ազգային մի վարքյան, կեղծիքը հայկական ազգային արժեք է, ոչ, կեղծիքը հայկական ազգային արժեք չի։
Մենք չենք կարող միավորվել կեղծիքի շուրջ։ Նույն տրամաբանությամբ Նույն տրամաբանությամբ, հարգելի գործընկերներ, եթե հեծում կա պրոբլեմ, ընդ որում ոնց որ թե անլուծելի պրոբլեմ, ուրեմն պետությունը կլուծի այդ պրոբլեմը, ինչքան էլ տարբեր ժուրնալիստների միություններ զավթած անձինք սա չանվանեն թուրք-ադրբեջանական տանդեմի եսիմինչ։ Հերիքա։ Հեսա կարող է վաղը ընդհանրապես Ադրբեջանի էլեկտրոցանցերի ղեկավարն էլ մի բան ասի, ձեզ մի պաստա, ասեք ըհը։ Հաջորդը մի հարց էլ տամ, էլի, ասում եք ազգային արժեքներ։ Հստակ հարց ունեմ եւ ակնկալում եմ պատասխան ընդդիմադիր խմբակցության ներկայացուցիչների կողմից։ Տեսեք, նկարագրում եմ իրավիճակ, երկու իրավիճակ։ Իրավիճակ 1. Հայ առաքելական եկեղեցու սրբազաններից մեկը, Վազգեն սրբազանը, մոտ 1 ամիս թե 2 ամիս առաջ հայտարարություն է անում։ Բացարձակ կարևոր չի հայտարարության բովանդակությունը։ Ինչ որ հայտարարություն է անում։ Դրանից հետո Մայրաթորը պաշտոնապես հայտարարությամբ է հանդես գալիս եւ ասում է, որ Վազգեն սրբազանի ասածները մենք չենք կիսում, դա իր ասածն է, դա մեր պաշտոնական դիրքորոշումը չի։ Իրավիճակ համար 2. Մեկ այլ սրբազան, Միքայել arczepiskopos Աջապահյանը հայտարարում է, որ պատերազմի ժամանակ, 44-օրյա պատերազմի ժամանակ, ինքը Ռոբերտ Քոչարյանին ասել է. լավ, այսքան տարի բան դու կարող Սերժ Սարգսյանին էլ ասել, լավ չեմ հիշում։ Այսքան տարի դու նախագահ ես եղել, մի երկու հատ քեզ բան հավատարիմ գեներալ չունես, ռազմական հեղաշրջում անեք։ Հետագայում պարզվեց, որ ուներ մի երկու հատ հավատարիմ գեներալ, մեկը ՀՅԴ բանա Գերագույն մարմնի չէ, մի խոսքով, ստեղի Հայաստանի, այո, Գերագույն մարմնի անդամը ընտրվել, շնորհավորում եմ, բայց հարցը դա չի։ Սրբազանը, եթե այդպես չի ընտրվել, եթե չի ընտրվել, ներողություն, սխալ ինֆորմացիա է ուրեմն։ Հա, չէ, ուրեմն ընտրվել է, լավ, ես շարունակեմ։ Բայց ինչև է, տեղի չի ունեցել ռազմական հեղաշրջում, բայց հարցը հետևյալն է։ Դրանից հետո, այսինքն բանա, չէ, հայ առաքելական եկեղեցու գործող arczepiskopos-ը ասում է, ես կոչ եմ անում ռազմական հեղաշրջում իրականացնել։ Դրանից հետո Մայրաթորը պաշտոնական հայտարարությամբ հանդես չի գալիս, չի ասում, որ չի կիսում Միքայել arczepiskopos Աջապահյանի հայտարարությունը, եւ այսքանը։ Հիմա հարց. այսքանից կարելի է արդյոք եզրակացնել, որ հայ առաքելական եկեղեցու ղեկավարությունը կիսում է Միքայել arczepiskopos Աջապահյանի կարծիքն այն, որ Հայաստանին պետք է ռազմական հեղաշրջում։ Եվ եթե այդպես է, խնդրում եմ, սիրելի պարոն Մինասյան, ձեր ելույթն ավարտեցիք նրանով, որ հայկական պետականությունն է ձեր արժեքը։ Այդ արժե համակարգի տեսանկյունից խնդրում եմ ասել, սա նորմալ է, թե նորմալ չի։ Սա նորմալ է, թե նորմալ չի։ Ստեղ կարող է այլ հարց առաջանա։ Բա լավ ժողովուրդ ջան, ձեր մոտ չի առաջանա, էլի, այլ քաղաքացիների մոտ կարող է հարց առաջանա։ Բա լավ ժողովուրդ ջան, ինչ եք ընկել այդ կուսակրոնության հետևից։ Սրանք շատ ավելի կարևոր թեմաներ են։ Այո, իհարկե սրանք շատ ավելի կարևոր թեմաներ են, բայց ուղիղ կապ կա կեղծիքի ու ռազմական հեղաշրջում ուզելու միջև, հասկանում եք, որովհետև երբ որ քո արժե համակարգը հիմնված է կեղծիքի վրա, երբ որ դու կեղծիքի վրա ես հիմնված, երբ որ դու քեզ ասում ես բան, դու ակնկալում ես, որ քեզ պետք է ասեն վեհապար, բայց դու ինքդ կուսակրոնության ուխտը խախտել ես, կամ երբ որ դու քեզ ակնկալում ես, որ մարդիկ քեզ պետք է գան ասեն Աստված օգնական սրբազան հայր, իմանալով, որ քեզ Աստծո օգնությունը պետք չի, որովհետև այն բանը, ինչի համար քեզ պետք է Աստծո օգնություն լիներ, կուսակրոն լինել դու չես պահել, դու սկսում ես հակվել տարատեսակ բաների, օրինակ ռազմական հեղաշրջումներ ուզելու, սկսում ես հակվել նրան, որ լեգիտիմ բարձրացված հարցերը անվանես հարցակում եկեղեցու վրա եւ ազգային արժեքների դեմ։ Սկսում ես հակվել նրան, որ ինչ որ այլ երկրներից ինչ որ օլիգարխներ պետք է գան ու որոշեն իրանց ձևերով ինչ որ հարցեր լուծեն։ Ու սա շարունակ։ Էսա խնդրեմը։ Ես Քավլիցի, ես կողմ եմ, եկեք միավորվենք ազգային արժեքների շուրջ։ Իմ իմացած ազգային արժեքները հետեւյալն են։ Հայաստանի Հանրապետությունը սրբություն է, անառարկելի սրբություն է, սակարկման ենթակա չի, Հայաստանի անկախությունը սակարկման ենթակա չի։ Կեղծիքը ազգային արժեք չի։ Եթե օրինակ նախագահ ունի մեր երկիրը կամ վարչապետ ունի, իրանք պետք է ընտրված լինեն լեգիտիմ արդար ընտրությունների միջոցով։
Այս հարցում Նիկոլ Փաշինյանը համաձայնեք կեղծիքի չի դիմել։ Եթե մեր եկեղեցին, եթե չէ, մեր եկեղեցին մեզ համար սրբություն է, այն պետք է ղեկավարի մարդ, որը իր տրված ուխտը պահել է։ Ես չեմ կարող ես կվիրավորեմ ինքս ինձ, եթե ես պաշտպանեմ կեղծիքը, ես չեմ կարող պաշտպանել կեղծիքը։ Կեղծիքը իմ արժեքը չի։ Միանում եք, դե խնդրում եմ ուրեմն ֆրակցիայի անունից ելույթ խնդրեք եւ դատապարտեք Միքայել arczepiskopos Աջապահյանի հայտարարությունը Հայաստանում ռազմական հեղաշրջում իրականացնելու վերաբերյալ եւ պահանջեք, որ հայ ռաքելական եկեղեցու ղեկավարությունը հայտարարությամբ հանդես գա, դատապարտի դա, նաեւ պահանջեք, որպեսզի հայ ռաքելական եկեղեցու գլուխը հանդիսացող Կտիժ Ներսիսյանը, դուք կարող եք նրան դիմել վեհապար, հստակ պատասխանի ինքը կուսակրոնության ուխտը խախտելա թե ոչ, թող հեքիաթներ չպատմեն, թե դա լավ հարց չի, ճիշտ հարց չի եւ այսպես շարունակ, թող ասեն այո կամ ոչ, եւ եթե ասի այո, ինքը պիտի կարգալույս լինի, այսքան շատ պարզ գործընթաց։ Շնորհակալություն։ Հայաստանի Հանրապետության մեծարգո վարչապետ, ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգելի գործընկերներ, սիրելի ժողովուրդ, ես ուզում եմ արձանագրել գնաց Տիկին Գյուրեյանը, որ քիչ առաջ Տիկին Գյուրեյան այս ամբիոնից ասաց, որ խաղաղության պայմանագիրը դա իշխող ուժի հաղթաթուղթն է։ Ես ցավում եմ Տիկին Գյուրեյան, եթե լսում եք ինձ, որ խաղաղության պայմանագիրը ձեր ընկալումներում կամ ձեր տպավորությամբ դա մասնավոր ձեռքբերում է, որևէ մասնավոր շահ է։ Խաղաղության պայմանագրի օր առաջ ստորագրումը Հայաստանի Հանրապետության ցանկացած քաղաքացու հաղթաթուղթն է։ Խնդրում եմ սա արձանագրել եւ ֆիքսել։ Անցնելով առաջ, Տիկին Գալստյան, օրեր առաջ երբ կատարողականի մասին քննարկում ունենք եւ դուք ասելով ձեր միտքը լքեցիք դալիճը, ես ես բան ունեի ասելու, վստահ չեմ որ լսել եք, հիմա այստեղից ասեմ, երբ այստեղից շատ կրկնեցիք ամբարո բառը, գիտեք որն է ամբարոն, երբ ասում եք իրական Հայաստանում երեք Սամվել Կարապետյանի տան մոտ, տան բակում տեղի ունեցածը ամբարո էր, ամբարո Սամվել Կարապետյանի ժամերանց հնչեցրած հայտարարությունն էր, երբ դուրս գալով տեսախցիկների առաջ, ձեր նույն բառերն եմ ուզում ասել, ստից, ցինիզմից էիք խոսում, այստեղ ցինիզմին հատուկ բնորոշ դեմքի արտահայտությամբ ասած հետևյալ միտքը մեջ բերեմ, թքած ունենք ձեր վրա էլ, հեծի վրա էլ, այդ ում վրա թքած ունի, Հայաստանի Հանրապետության քաղաքացիով օգտվում է էլեկտրաէներգիայից, գիտեք, իրականում մեծ աշխարհացունց ինչ-որ բան չհայտարարեց, Սամվել Կարապետյանը, որովհետև ցանկացած քաղաքացի, ով օգտվում է էլեկտրաէներգիայից, իր կյանքի որակի վրա եւ առհասարակ առօրյա կյանքում տեսել է ինչպիսի ծառայություններ է ստանում, սա վառ օրինակ էր իր վերաբերմունքը ընդհանրապես էլեկտրաէներգիայի վերաբերյալ։ Խոսում եք դպրոցներից, Տիկին Գալստյան, ես ասացի օրեր առաջ, հիմա էլ եմ ուզում ասել։ Մենք սիրով կգրեինք մեր կառավարության ծրագրերում ոչ թե 300 դպրոց, այլ 30 դպրոց, բայց դա էլ իր հետևանք ունի, թե մենք ինչի ենք գրել 300 դպրոց։ Դա մի բանի հետևանք է, երբ տարիներ շարունակ, օրինակ նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը 12 վարչական շրջաններից ոչ մեկը չէր խնայել եւ 12 վարչական շրջաններում օտարել էր մասնավոր գույքեր, մանկապարտեզների տարածքներ, մեզ հասկանալի պատճառներով, որոնք դարձել էին հետո մաս-մաս մեջ արած մասնավոր սեփականություններ, ինչ-որ մեկի տունն էր դարձել, ինչ-որ մեկի հասարակական շինությունը, որտեղ զբաղվում էին բիզնես ձեռնարկատիրությամբ։ 300 դպրոցը հետևանք է ձեր փայլուն արտաքին քաղաքականություն վարած արտաքին գործերի նախկին նախարարներից մեկի Օրինակ Դիլիջան համայնքում մասնավոր պետական մանկապարտեզը 25 տարի ժամկետով վարձակալելը, որը պիտի ծառայեր որպես բարեգործություն, որի հետևանքով տարածքը պիտի ծառայեր բարեգործական նպատակներով, որը պարզ պիտի դառնար հետո, որի հետևանքով 120 երեխա տարեկան դուրս էր մնացել իր մանկապարտեզ հաճախելու իրավունքից, իրենից բխող հետևանքներով, ծնողները չէին կարողացել իրացնել իրենց աշխատանք ունենալու հնարավորությունը։ Անցնելով առաջ, այս կողմում մի հատ պատգամավոր ունենք։ Չի ստացվում տեսնել իրեն
այստեղ որ իրեն նայելով ուղեմ միտքս, օրեր առաջ հարցազրույց էի դիտում։ Հետևյալ միտքը ասաց ՀԿ-ի ժամանակ արդարություն է եղել։ Իհարկե շատ ինտուիտիվ, ես կարծում եմ ինքնաբերաբար ճշմարիտ բան ասած, բայց ես ուզում եմ շտկել այս խոսքը, ոչ թե ՀԿ-ի ժամանակ, այլ ՀԿ-ի համար է եղել արդարություն, որովհետև երբ Տարոն Մարգարյանը ասում էր ՀԿ-ի ժամանակ արդարություն է եղել, այդտեղ լավ ինքն էր շատ անկեղծ, բա լրագրողը հարցներ, բա որ ՀԿ-ի ժամանակ այդքան արդար էր ամեն ինչ, բա 18 թվականին ինչի տեղի ունեցավ, այն ինչ տեղի ունեցավ, այդ արևը շողում էր, արվակը քչքչում էր, ծիտիկներն էլ ծլվլում էին, հա, բայց տեղի ունեցավ 18 թվական, դուք էլ հայտնվեցիք դահլիճի այս կողմում, ոչ թե այս կողմում։ 18 թվականին այս կողմ գանք, մի փոքր գանք մեր օրեր։ Պարոն Տարոն Մարգարյանը վստահ եմ ինձ կլսի կամ լսում է։ Պարոն Մարգարյանը, ուրեմն երբ ասում էր ՀԿ-ի ժամանակ արդարություն է եղել, ես ակամայից հիշեցի, երբ Ավան վարչական շրջանի ղեկավարի տեղակալի պաշտոն է զբաղեցնում, իրենց արդարության պտուղները քաղելու հետքերով գնալով, շատ երկար ժամանակ, փորձում ենք Ծարավ աղբյուր թաղամասում գտնել համայնքային գետ 1000 քառակուսի մետր տարածք, որի վրա կարողանանք կառուցել մանկապարտեզ, 0-ից կառուցել մանկապարտեզ։ Եվ այո, մենք չհանձնվեցինք երկար դեգերումներից հետո գտանք այդ 3000 քառակուսի մետր տարածքը եւ առիթից օգտվելով ուզում եմ ասել, որ այո, Ծարավ աղբյուր թաղամասը կունենա 0-ից կառուցված պետական մանկապարտեզ։ Իհարկե զարմացա ես, այդ ոնց էր եղել, որ այդ 3000 քառակուսի մետր վրիպել էր ՀԿ-ի արդար ժամանակաշրջանի աչքից, բայց ինչպես Այո, անարդարության պտուղն է, այո։ Գտանք 3000, այո, գտանք 3000 քառակուսի մետր տարածքը եւ Ավան վարչական շրջանը կունենա 8-րդ մանկապարտեզը։ Ամփոփելով միտքս, սիրելի ժողովուրդ, հատկապես Facebook-յան իմ սիրելի ընկերներ, երբ երեք ինձ նամակներ էիք ուղում ուղարկելով այն հայտնի արդեն դարձած լուսանկարը, որտեղ հիշեցնում էր լուսանկարը հայտնի կամ ոչ հայտնի ֆիլմերից մի կտոր եւ գրում էիք արդյոք նորից հետ են գալու այս օրերը, ես ուզում եմ ասել, որ ոչ չեն գալու այդ օրերը, վստահաբար գրել եմ ձեզ եւ եւս մեկ անգամ այս ամբիոնը օգտագործելուց վստահաբար ուզում եմ ասել, որ չեն հետ գալու այն օրերը, որի ականատեսը երեք դարձաք դուք։ Շնորհակալություն։ Շնորհակալություն մեծարգո նախագահ, մեծարգո վարչապետ, հարգելի գործընկերներ, սիրելի քաղաքացիներ։ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության մեջ գրված է. կրոնական կազմակերպություններն անջատ են պետությունից։ Կրոնական կազմակերպությունները Հայ առաքելական եկեղեցին Հայաստանի Հանրապետությունում գրանցված կրոնական կազմակերպություն է։ Ոմանք սահմանադրության այս դրույթը ցանկանում են մեկնաբանել, թե իբր Հայաստանի Հայ առաքելական եկեղեցին կարող է իրեն պահել որպես պետությունից դուրս եւ պետությանը զուգահեռ կառույց, սկսած պետությանը սեփական եկամուտների մասին տեղյակ չպահելուց, մինչև իր սեփական եւ ուրույն արտաքին քաղաքական կոնցեպտներով հանդես գալը։ Սակայն սահմանադրության վերոնշյալ դրույթը իրականում այն մասին է, որ Հայաստանի Հանրապետությունը չունի պետական կրոն եւ երաշխավորում է կրոնի ազատությունը։ Ահա թե ինչու կրոնական կազմակերպություններից որևէ մեկի պետության մաս չկազմելու մասին այս հոդվածում գրված է նաեւ, որ Հայաստանի Հանրապետությունում երաշխավորվում է կրոնական կազմակերպությունների գործունեության ազատությունը։ Նման դրույթ իրենց սահմանադրություններում ունեն բոլոր այն պետությունները, որոնք միջնադարում աստվածատուր հռչակված միապետություններից անցում են կատարել դեպի աշխարհիկ հանրապետություններ։ Այսպիսով այս դրույթը իրականում հայ առաքելական եկեղեցու պետությունը կառավարելու հավակնությունները սահմանափակելու մասին է եւ ոչ թե նրա արտոնյալ պետությունից դուրս դիրքի մասին։ Ահա թե ինչու մեր սահմանադրությունը այս հոդվածից անմիջապես հետո ունի մյուս հոդվածը, որով Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման եւ ազգային ինքնության պահպանման գործում։
Անշուշտ հայ առաքելական եկեղեցին մեր ազգային ինքնության մասն է եւ բացառիկ առաքելություն է ունեցել մեր ազգային ինքնության պահպանման մեջ։ Ես իմ նախորդ ելույթներից մեկում խոսել եմ այն մասին, որ Օսմանյան կայսրությունում արդարացված էր հայ առաքելական եկեղեցու այդ ժամանակվա կաթողիկոսի իսկ բնորոշմամբ գազանազուսպ եւ լարախաղաց լինելը եւ այն մասին, որ այժմ Հայաստանի Հանրապետության որոշելիքն է լինել գազանազուսպ եւ լարախաղաց, թե չլինել։ Այս անգամ խոսենք պարսկական կայսրության օրինակով, հասկանալու համար, թե ինչ զոհողությունների է գնացել հայ առաքելական եկեղեցին մեր ազգային ինքնության պահպանման իր ստանձնած առաքելությունը կատարելու համար, ինչպես են այդ զոհողությունները փոխել մեր եկեղեցին եւ ինչպես այժմ պետք է փոխվի հայ առաքելական եկեղեցին։ Դպրոցում բոլորս էլ սովորել ենք, որ պարսկական կայսրությունում քրիստոնյա մնալու համար անհրաժեշտ էր վճարել գլխահարկ։ Ընդ որում առնվազն 17-րդ դարում պարսկական կայսրությունը շահագրգռված չէր քրիստոնյաների կամ քրիստոնեության վերացմամբ, քանի որ դա կհանգեցներ ֆինանսական կորուստների։ Այն աստիճան, որ յուրաքանչյուր քրիստոնյա հպատակ, ով ընդունել էր մահմեդականություն, ամեն պահի կարող էր վերադառնալ նախկին կրոնին, եթե ընդամենը պարտավորվեր վճարել այդ հարկը։ Իսկ ինչ էր վճարում մեր եկեղեցին։ Պարսկաստանում յուրաքանչյուր պաշտոն, ինչպես յուրաքանչյուր պաշտոն, այդպես էլ կաթողիկոսի պաշտոնը պետք է գնվեր։ Կաթողիկոսը շահի հանդեպ ոչ այլ ինչ, քան իր հավատարմությունը պետք է արտահայտեր նրան ճոխ ընծաներ բերելով։ Իսկ եպիսկոպոսները իրենց պաշտպանությունը պետք է գնեին կաթողիկոսից այնպես, ինչպես կաթողիկոսն իր պաշտպանությունը գնում էր խանից կամ շահից։ Այսինքն հայ առաքելական եկեղեցին իր գոյությունը պահպանելու համար ստիպված է եղել մերվել պարսկական կայսրության բացարձակապետական կարգում գործող ֆինանսական եւ հիերարխիկ բուրգին։ Այս մասին մենք կարդում ենք պատմաբան Աշոտ Հովհաննիսյանի հայ ազատագրական գաղափարին նվիրված նախորդ դարասկզբի գրված գրքում, որտեղ նա ասում է, որ հայ ազգի ազատագրության մասին մտածող հայ մելիքները իրենց ծանր կացության մեջ այլևս չէին կարող համերաշխ լինել կղերի հետ, քանի որ մեջբերում եմ պարսկական պետական իմաստության վարքականոններն ավելի ու ավելի յուրացրած եւ գոյություն ունեցող համակարգի հետ համերաշխ ապրող կղերին այլևս հնարավոր չէր ներգրավել ազատագրական ծրագրի մեջ։ Գիտեք, մեր պատմությունը կրկնվելու հատկություն ունի, քանի դեռ մենք գիտակցաբար այն ինքներս կերտելու պատասխանատվություն չստանձնենք։ Ինչպես այն ժամանակ հայ առաքելական եկեղեցին ազատագրական պայքարի գաղափարի կրողը չէր, հաշտ էր կայսրության հետ, այդպես էլ այժմ հայ առաքելական եկեղեցին մեր պետության գաղափարի կրողը չէ, բայց մենք դա կփոխենք, որովհետև առնվազն մեր ժողովուրդը անտեղի չէ եկեղեցուն ի պահ տվել իր վանքերը։ Սիրելի քաղաքացիներ, քանի դեռ մեր եկեղեցին չի ընդունել մեր պետության գերակայությունը որպես մեր ժողովրդի կամքի արտահայտություն, այն շարունակելու է լինել կայսրությունների մեջ դարեր շարունակ գոյատևելու համար ձեռք բերած հատկությունների կրող։ Ես առիթ ունեցել եմ նկարագրելու, թե ինչպես է մեր եկեղեցին կամա թե ակամա բաղձում մեզ վերադարձնել այն վիճակին, երբ ինքն էր մեր ճակատագրի տերը։ Այս անգամ ցանկանում եմ հանրության ուշադրությունը հրավիրել շուրջ 1 ամիս առաջ տեղի ունեցած մի իրադարձության վրա, որը կրկին շատ վառ ի ցույց է դնում, որ մեր եկեղեցին հոգևոր հարցերով զբաղվելու փոխարեն իրեն քաղաքական դերակատար է զգում։ Այս տարվա ապրիլի 27-ին Բալթյան երկրների հայոց թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Վազգեն arczepiskopos Միրզախանյանը Հայաստանի Հանրապետության վարչապետի Էստոնիա կատարած այցի ժամանակ ասել էր. Մեր աղոթքն է, որ պարոն վարչապետ, ձեր այն ծրագրերը, որ ունեք խաղաղության եւ մեր Հայաստանի հարևանների հետ հաշտության, լինի հաջողությամբ։ Մեր աղոթքն է, որ որպես եվրոպական երկրների հավատացյալներ, քաղաքացիներ եւ առաջնորդ, մեր երկիրը դեպի Եվրամիության իր քայլերն անի, որովհետեւ մեր քրիստոնեությունը եկել է իրականության մեջ արևմուտքից, Տրթատ թագավորը Սուրբ Գրիգոր Լուսավորիչը։ Եվ համոզված եմ, որ այն քաղաքակրթությունը, որ տեսնում ենք այստեղ, մեր երկրի ապագան այս քրիստոնեական գեղեցիկ միջավայրում է։ Մեր աղոթքն է, որ այդ հաջողությունները լինեն, որ Հայաստանը նույնպես մերձբալթյան երկրների պես դիցուկ Էստոնիայի կարողանա խաղաղ համագործակցությամբ մեր ժողովրդին լավ, գեղեցիկ ապագա ապահովել։ Թող Տերն օրհնի Հայաստանը, ողջ ավականին, ձեզ եւ բոլոր բարի առաքելությունները։ Եվ ինչ, հայ առաքելական եկեղեցին որոշեց հայտարարությամբ արձագանքել arczepiskoposi աղոթքները գրաքննության ենթարկելով եւ ասաց.
Թեմակալ առաջնորդի կողմից արտահայտված որոշ մտքեր եւ դատողություններ խիստ սուբյեկտիվ են, այսինքն աղոթքները սուբյեկտիվ են, անհատական եւ վերագրելի չեն եկեղեցուն։ Որևէ հարցի առնչությամբ գնահատականներ հնչեցնելիս, հատկապես երբ եկեղեցու պաշտոնական դիրքորոշում առկա չէ, եկեղեցականները որոշապես պետք է շրջահայացություն եւ զգուշավորություն դրսեւորեն թյուր մեկնաբանությունների տեղիք չտալու համար։ Այսինքն ինչի հետ համաձայն չէ մեր եկեղեցին որպես ինստիտուտ, որ Հայաստանի վարչապետը հաջողի, որ Հայաստանը հարևանների հետ խաղաղության հասնի, որ քրիստոնեությունը արևմուտքի կրոնն է, որ Հայաստանը շարժվի դեպի Եվրամիություն, որ Տերն օրհնի Հայաստանը։ Բայց ամենակարևոր հարցը, սիրելի քաղաքացիներ, հետևյալն է. մեր եկեղեցին որպես կառույց պետք է կարծիք, ավելին պաշտոնական դիրքորոշում ունենա այս հարցերի վերաբերյալ, որ անհատ եկեղեցականն էլ որպես մարդ, որպես քաղաքացի չկարողանա արտահայտել իր դիրքորոշումը։ 44-օրյա պատերազմի ավարտից ի վեր Հայաստանի Հանրապետության Հայաստանի ժողովրդի ինքնակազմակերպման գերագույն ձևի դեմ ընդվզել են ապապետական, կայսերական քաղաքական մտքի կրող գեներալներ եւ դիվանագետներ, ընդվզել են եւ ընկրկել։ Այժմ այդ քաղաքական մտքի բուն ծնողի եկեղեցու հերթն է։ Վերջը պարզ է։ Գուցե զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետի նման դիմի Հայաստանի Հանրապետության վարչական դատարան։ Հիշում եք, նա էլ իր ընդվզումից հետո ստիպված եղավ այնուամենայնիվ առերեսվել պետության հետ։ Եվս 3 փոքր նկատառում։ Մարդիկ հարցնում են, միթե եկեղեցու որոշ սպասավորների կուսակրոն չլինելը քննարկելը նրանց անձնական կյանքին միջամտություն չէ։ Այս քննադատությունը բաց է թողնում մի կարևոր հանգամանք։ Կուսակրոնությունը հանրայնորեն հռչակված պայման է մեր հազարամյա վանքերը խնամելու համար եւ ոչ միայն դա անելու համար։ Եվ մեզ հետաքրքիր է ոչ թե ինչ-որ մեկի անձնական կյանքը, այլ երեսպաշտությունը, կեղծիքը դադարեցնելը։ Կամ կյանքը պետք է համապատասխանի կանոնագրքին, կամ կանոնագիրքը կյանքին։ Երկրորդը, երբեմն նաև կարծիք է հնչում, թե ահա մենք թողած օրինակ Իսրայել-Իրան հակամարտությունը զբաղված ենք հայ առաքելական եկեղեցով։ Հայ առաքելական եկեղեցու խնդիրները իհարկե պետք է լուծվեն, քանի որ սա ուղիղ կապ ունի մեր երկրի դիմակայունության եւ անվտանգության հետ։ Պետք է լուծվեն թե կայսերական օրակարգերի հարցերը, թե քաղաքականությանը եւ ընտրություններին չմիջամտելու հարցերը, թե եկամուտների եւ հարկերի հարցերը, թե կանոնագրքին համապատասխանության հարցերը, թե բանակի հետ կապված արտոնությունների հարցերը։ Եվ մի վերջին նկատառում բառապաշարի հետ կապված։ Ոմանց նուրբ հոգիները ցնցվել են վարչապետի բառապաշարից։ Իմ նուրբ հոգին եւս, պարոն վարչապետ, խստորեն դատապարտում եմ։ Սակայն ոմանց պարագայում այդ ցնցումը արժանի ցնցում էր, քանի որ արդեն որ 3-րդ տարին է, գուբերնատորները, նրանց սպասարկող հոգևորականները, որոշ բլոգերներ կարծում են, թե երբ հարվածներ են հասցնում պետությանը, դուք պետք է ձեռքերը ներքև պահեք, ինչու եք բարձրացնում, ինչու եք պատասխան հարվածներ հասցնում։ Խստորեն դատապարտում եմ եւ ամբողջությամբ աջակցում, պարոն վարչապետ, դարերով կուտակված մեր խնդիրները լուծելու ձեր հանձնառությունը, որպես քաղաքացի, որպես падգամավոր։ Սիրելի քաղաքացիներ, կասկած մի ունեցեք, մենք չենք մոռացել մեղմ եւ բարեկիրթ լինելու ձևը, այդպիսին կլինեն բոլորը եւ շուտով։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն, հարգելի գործընկերներ։ Ես պիտի իմ ելույթը նշեմ 3 Սամվել Կարապետյանի տան բակում իր եղբոր կողմից արված մի շատ սենսացիոն հայտարարություն, որը զարմանալիորեն այսօր չի քննարկվում եւ ես չեմ հասկանում, թե ինչու մեր ոչ մեր 34-րդ տեղում գտնվող Ազատ մամուլը, ոչ մեր քաղաքական վերնախավը այդ հարցին չի անդրադառնում։ Սամվել Կարապետյանը անդրադառնալով վարչապետի այն գրառմանը, որտեղ վերջինս Կարեն Կարապետյանը անդրադառնալով վարչապետի այն գրառմանը, որտեղ վերջինս Սամվել Կարապետյանին բարեգործ կոչել էր ճակերտների մեջ, ասում եմ ոնց թե ճակերտների մեջ բարեգործ, բա այն դաչան, որտեղ ինքը ապրում է, մենք ենք սարքել, այն Սևանի դաչան էլ ենք մենք սարքել, սա։ Ես ինչ-որ մեկը գիտեր այս մասին։ Ես օրինակ այս անկեղծ Չէ, ես չհավատացի, ես հետո նորից հետ տվեցի, ինձ թվաց ինչ-որ ուրիշ դաչա է, որը տենց մասնավոր դաչա է, էլի ոչ թե այն մեզ հայտնի կառավարական կեցավայրը պաշտոնական, ասում մենք ենք սարքել, համ կոնդի կառավարական, այսինքն
Հայաստանի Հանրապետության ղեկավարի կեցավայրը, որտեղ ինքը պետք է բնակվի իր պաշտոնավարման ընթացքում եւ Սևանի հայտնի կեցավայրը։ Էլի Հայաստանի Հանրապետության ղեկավարի, ոչ թե Սերժ Սարգսյանի կամ Նիկոլ Փաշինյանի, այլ Հայաստանի Հանրապետության ղեկավարի։ Ու գիտեք, այս կոնտեքստում հարց է ծագում, բա ինչի է քննարկում կուսակրոնության հարցը։ Շուրջ կուսակրոնության հարցը մենք չենք քննարկում, մենք քննարկում ենք իսկականության հարցն ենք մենք քննարկում, հասկանում եք։ Մենք այդ կուսակրոնության հարցը ուղղակի հարցերից մեկն է, որը վերաբերում է մեր ասացի ու արածի համապատասխանելիությանը, վերաբերում է մեր իսկականությանը։ Մենք ասենք իսկականից նկատի ունենք այն ինչ ասում ենք։ Պարզվում է, որ Հայաստանի Հանրապետության ղեկավարի կեցավայրը կառուցել է օտարերկրյա կապիտալով մի մասնավոր անձ։ Ասենք, ես չգիտեմ, ինչի այս մասին սենսացիա չկա, ինչի մամուլը չի գրում, ինչի չեն հարձակվում լրագրողները, օրինակ Սերժ Սարգսյանի մամուլի այնտեղ խոսնակը ինչա կամ պատիվ ունեմ, դա պատիվ ունենալ է, դա պատիվ է բերում պետությանը, որ մի մասնավոր մարդ կառուցում է երեսով է տալի, ու իր երեսով չի տալի, մեր երեսով է տալի, պետության երեսով է տալի, ասում եմ ձեր դուք դες բան պատկերացնում եք։ Ես չգիտեմ, ասենք Գերմանիայում բնակվող մի հատ ֆրանսիացի մեծահարուստ գերմանական կապիտալով, ասի բան, ինչ են այնտեղ խոսում, Էլիզեի կառավարական բանը, հա, մասնաշենքը ես եմ սարքել, դա անպատկերացնելի բան է, կամ հակառակը Ֆրանսիայում ապրող մի հատ հարուստ գերմանացի, ասի բանի, կանցլերի նստավայրը ես եմ սարքել իմ անձնական փողով։ Հələ մի կողմ ենք այն հանգամանքը, դա ասենք ասում են ատկատ է եղել, ինչ-որ այդ հեցի համար բան եղել, բայց ինչ էլ ուզում է եղած լինի, այդ ատկատը ուրիշ տեղ հնարավոր չէ վերցնել, եթե ատկատ եք վերցնել, այսինքն ուրիշ մի բանով հնարավոր չէ, դի կառավարական դաշայով ատկատ վերցնեիք, այս նոր խոսք է կոռուպցիայի մեջ։ Ոնց կարելի է ուրիշ տեղել են, չէ՞ վերցնել։ Հա, բայց այդ մեկով, ու որ ասում են պետություն ենք թողել, հզոր բան, հզոր պետականություն, ամուր, հզոր պետություն, որտեղ կառավարական դաշան սարքել է մի հատ մասնավոր անձ։ Օտար պետության կապիտալ ներկայացնող եւ օտար պետության քաղաքացի։ Էսա ինչ են ուզում այս մարդիկ, լավ, ինչ են ուզում այս մարդիկ։ Հիմա եկել են ասում են մենք պաշտպանում ենք հայ առաքելական եկեղեցու կողքին ենք։ Մենք հասկանանք ում մասին է խոսքը, օրինակ մեզ քաջածանոթ Բագրատ Գալստանյան, մենք հասկանանք ովքեր են այս մարդիկ ում շահերն են ներկայացնում։ Այն օրը հարցազրույց է տալիս, բառացիորեն մեջբերել եմ, շակերտները բաց։ Նայեք, Սաթիկ Սերյանյանին հարցազրույցը տալիս, այն Սաթիկ Սերյանին են, որ մի քիչ առաջ ասում էր, որ հեծը ազգային արժեք է, թուրքերն են ուզում խլեն, այդ Սաթիկ Սերյանյանին է հարցազրույց տալիս։ Այն Սաթիկ Սերյանյանին են, որ երբ որ ես 2007 թվականի մի դեպք հիշեցրեցի, ասաց Եղոյանը այդ ժամանակ 23 տարեկան էր, դժվար թե հիշեր տեղի ունեցածը, հաստատ Նիկոլ Փաշինյանն է SMS-ով գրել, որ հիշացրու 2007 թվականից աբսուրդ է, այսինքն արդեն ինքը 23 տարեկանում տեսած բաները չի հիշում, ես զարմանում եմ, ասենք պետք է հա, օրինակի համար։ Հա, այդ Սաթիկ Սերյանին հարցազրույց է տալիս, ասում է, նայեք, ես դժբախտաբար շայկերտները բաց մեջբերում Բագրատ Գալստանյանից։ Նայեք, ես դժբախտաբար չեմ կարող շատ տեղեկություններ կոնկրետ վերլուծականների, որոնք պետական վերլուծություններ են դրսի նկատի ունեմ, եւ սա հատուկ ասում եմ ոչ միայն բոլոր ուղղություններով աշխարհքաղաքական բոլոր կենտրոնների վերլուծություններ, որոնց հետ մենք հարաբերության մեջ ենք եղել եւ արևմուտքի, եւ հյուսիսի, եւ հարավի, եւ արևելքի, ես հիշեցնեմ, որ Հայաստանից արևելք Ադրբեջանն է, Հայաստանից արևմուտք էլ Թուրքիան է, էլի, եթե արևելք արևմուտք, այդ հասկանանք, ինչքան դեպի արևելք են, ինչքան արևելքից են իր հետ կապի դուրս եկել եւ ինչքան արևմուտքից են իր հետ կապի դուրս եկել։ Հա։ Արևմուտքի մի մասն իրենց նախաձեռնությամբ, ամբողջը իրենց նախաձեռնությամբ, գրեթե չէ, բոլորն իրենց նախաձեռնությամբ, պատկերացնում եք ինչ ագենտուրնի որս է սկսել, ասենք, գոնե մեկի հետ աշխատել, ասենք լավ, մարդը հիմա հավատում է այդ մի կենտրոնի տված տվյալներին, 4 կողմից պատկերացնում եք ինչ աջապսանդալ են լսել իր գլխի մեջ, չէ, քան շահ է, այդ կամ արևմուտք, էլ չասած, որ ինքը չգիտել ով է զանգողը, որտեվ այդ զանգողն էլ կարող է չիմանա ինքը ում պատվերով է զանգում։ Հա, էլի, ասենք մի հատ, չգիտեմ, եֆրեյտոր ընդեղից, մի հատ կոնստեբլ ընդեղից,
Զանգում են ինքն էլ այո, լսում եմ, պարոն կոնստեբլ, բան, ինչ անեմ, ասում է, էլի այդ եֆրեյտորը կամ կոնստեբլը։ Ինձ դեռ ժամանակին, դեռ նոյեմբեր ամսին էին ասում, որ ձեր երկիրը ցանկանում են դարձնել տարածք։ Ես հիշեցնեմ, որ տարածքը պետության 3 կարևոր ատրիբուտներից մեկն է։ Ժողովուրդ, տարածք, սուվերենություն։ Պետությունը առանց տարածքի չի լինում, էլի, եթե ինչ։ Ցանկանում են դարձնել գործում եմ, ես հանճարեղ տողերը, տարածք, որտեղ այո, որտեղ կիլոմետրաժը կարևորություն չի ունենա, որտեղ կլինեն, մենք ամբողջ օրը կիլոմետրաժից ենք խոսում, կիլոմետր քառակուսի, սա ասում չէ, կարևորություն չի ունենա, որտեղ կլինեն LGBT-ների այսպես կոչված բուծման վայրեր, որտեղ կլինեն ընտանիքի նոր մոդելի կիրարկման վայրեր։ Այս ընտանիքի նոր մոդելն էլ երևի է, որ կուսակրոն վեհապարը ընտանիք ունի, Լևի։ Ընտանիքի նոր մոդելը որն է, ես չգիտեմ, ես 3 տարի ապրել եմ Եվրոպայում, այդքան ես կյանքից չգիտեմ, եվրոպական բոլոր երկրներում ճամփորդել եմ, 1000-ի ընկեր, ծանոթ, այնտեղ կա, ես չգիտեմ ընտանիքի նոր մոդել, ասվածը ինքը ինչ նկատի ունի։ Կիրարկման վայր, թմրանյութերի, եսիմ ինչի, տարանցիկ միջանցք, կիրարկման վայր, փողերի լվացման միջանցք, եւ այլ, եւ ամենաառանցքայինը կիլոմետրաժը կարևոր չի լինելու, ոչ մեկին հետաքրքիր չի լինելու, եթե դուք այս փոփոխությունը չբերեք ձեր երկրին, այն ցույցերը էլի, որ հելել արել է, զանգել են, ասել են հենց ցույց արա հելել։ Հարցը տալիս Աթիկ Սարյանը, կներեք, ովքեր էին ասել, պետք է հարցնում ամեն դեպքում։ Տարբեր ուժային կենտրոններ, ես ուղղակիորեն չեմ կարող ասել, տարբեր ուժային կենտրոններ Ադրբեջանի հարձակումների եւ այլնի մասին ես կարող եմ թվականով ասել, որի մասին շատերին եմ ասել մարտի 21-ին են ինձ հեռաձայնել ուղղակիորեն, մարտի 21-ին էլի չասեմ, իրենց իմացած կենտրոնը չի, իրանց իմացած, մեր իմացած կենտրոնը չի։ Իրան թվում է, որ ասում է մեր իմացած կենտրոնը չի, պետք է ճակատը պաչենք, հա։ Ասենք, որ գիտենք, որ մեր իմացած կենտրոնը չի, այն մյուս կենտրոնն է, պետք է ասենք, որ ոչ թե Եֆրեյտոր, ասենք Սմիրնովն, այլ Կոնստեբլ Ջոնսոնն է, պետք է ասենք, վայ, բարի ճակատը պաչենք, Կոնստեբլ Ջոնսոնի ասելով է ցույց արել։ Սա ինչ է, էլի, ասենք, եթե ոչ ազդեցության գործակալություն։ Պաշտ մարդը ասում է, ես ազդեցության գործակալ եմ։ Ու դա էլ մարդու հետևից սա առնվազն ազդեցության գործակալ։ Հավաքագրված գործակալը թե չէ, դա չգիտեմ, չեմ պնդի, բայց սա ազդեցության գործակալի ինքնախոստովանական ցուցմունք է։ Ով պետք է այս հարցով զբաղվի, ես չգիտեմ, այն Արշակ, չգիտեմ ինչան եպիսկոպոսն են։ Հելն ասում է վարչապետը Պապ Թագավորին հիշելուց թող հիշի, թե վերջի ինչ եղավ։ Արշակ, չգիտեմ ինչան եպիսկոպոս, վերջն ինչ եղավ, հռոմեական ագենտուրան սպանեց։ Քո նմանների աջակցությամբ ինչ եղավ։ Քո նման եպիսկոպոսների եւ որոշ նախարարական տների էլի ազդեցության գործակալ, որոնց դուք սրբադասել եք շատերին, սպանեցին։ Ինչ արել այդ մարդը, ասենք, որ 1650 տարի անց կարճել եք այդ մարդու անունից։ Ինչ արել, 4 տարի կառավարեց, պետության կյանքը 50 տարով երկարացրեց, բանակի թիվը հասցրեց 100,000-ի, սահմանները ամրապնդեց։ Ինչ է արել։ Ինչ է եկեղեցու ձեռնադրությունը Կեսարիայից տեղափոխեց Հայաստան, գնում էիք Կեսարիայում, օտար հողերում էիք ձեր։ Ինչ է թե 10-րդ հարկը կտրեց, հա 2 կիլո խնձոր ինչ է թե կտրել է 1600 տարի, այդ մարդուն հալածում եք։ Ու հիմա էլ են այդ անում, ժողովուրդ ջան, այդ 2 կիլո խնձորի պատմությունն է, բան չմտածեք։ 10-րդի պատմությունն է, այս մարդիկ 10-րդ հարկի կռիվն են տալիս։ Այդքան բան ու բյուզանդական ագենտուրան էլ իմանալով, դե արդեն դա ինստիտուցիոնալ հիշողությամբ գալիս է բյուզանդական ժամանակներից, արդեն Պետրոս Գետադարձի հետ դա աշխատացել են, Վես Սարգիսի բանի, Գրիգոր Մագիստրոսի բանի, հա, այդ նույն սխեման կա, այդ 10-րդի պատմությունն է, ժողովուրդ ջան։ Դուք որոշեք, շնորհակալություն։ Ամոթից խոսալուց Տիկին Խամոյանը, թող այս տողերի հեղինակին գնա ամոթանքը տա։ Մեծարգո ազգային ժողովի նախագահ, մեծարգո վարչապետ, հարգելի գործընկերներ ու սիրելի քաղաքացիներ։ Ես իմ ամբողջ կյանքը ապրել եմ Հայաստանում, չհաշված 2 տարիները, որ կրթությամբ դուրսն էի արտասահմանում։ Իմ շփումների մեծ մասը Երևանում են, որտեղ ապրում է Հայաստանի բնակչության շուրջ կեսը։ Բայց լինելով Հայաստանի տարբեր համայնքներում ու քաղաքներում, Գյումրի, Ալավերդի, Ստեփանավան, Դեբետ, Դիլիջան, Սևան, Ծաղկունք, Վարդենիս
Երևանի հարակից մարզեր, դեպի հարավ, դեպի Արենի, Գորիս, Սիսիան։ Ես խոսում եմ ու շփվում եմ մարդկանց հետ։ Հետո խոսում եմ իմ գործընկերների հետ այստեղ ազգային ժողովում, իմ կառավարության գործընկերների հետ։ Հետո լսում եմ դահլիճի այս հատվածում, այս պահին բնականաբար չգտնվող, հաճախ չգտնվող գործընկերներին, տեսնում եմ իրանց էկրաններից։ Հիշում եմ Հայաստանում իմ ապրած ամբողջ կյանքը այն տարիները, երբ որ ես էկրաններին նայում էի, լսում էի մի բան ու մտածում էի, ես ինչ են ասում ու ինչ եմ մտածում։ Որ Հայաստանում կա կյանք, իրողություն իր բոլոր դժվարություններով ու հաջողություններով ու զարգացումներով, որը միշտ եղել է։ Բայց այսօր կա մի մեծ ու էական բան, որ չկար։ Ես ունեմ անկախ պետություն։ Ես ունեմ իմ պետության մեջ ապրող քաղաքացիներ, որոնք գիտեն, որ իրենք ունեն անկախ պետություն։ Ովքեր գիտեն, որ այդ պետությունը իրենք են, հենց իրենց Հայաստանում ապրելը, արարելը, բարիք ստեղծելը։ Գիտենք, որ եթե ուզում ենք ապրել, եթե ուզում ենք խոսել մեր լեզվով, որպես ժողովուրդ որոշել, ինչպես ենք ուզում ապրել, ինչպես ենք ուզում հարաբերվել աշխարհի հետ, ինչ ենք ուզում տալ աշխարհին, ինչ ենք ուզում ստանալ աշխարհից, պիտի ունենանք պետություն, անկախ պետություն։ 2008-ին ես մասնակցում էի ընդդիմադիր շարժմանը առաջին Հայաստանի նախագահի գլխավորությամբ եւ Հայաստանի վարչապետի գլխավորությամբ։ Ու մարտի 1-ից առաջ, երևի մի քանի օր առաջ, երբ որ ամենամարդաշատ հանրահավաքներն էին, խանդավառությունը օդում էր կանգնած, ես տուն էի գնում մի օր հանրահավաքներից ու երթուղայինի մեջ կար անհավանական զգացողություն հույսի ու հավատի։ Ու ես այն ժամանակ 19 տարեկան էի ու իմ ամբողջ մարմնով ու մտքով ու սրտով ազատություն էի ուզում։ Ինչ եղավ հետո, բոլորս գիտենք։ Դա տարիներ հետո, արդեն 2018-ին, ես ու իմ շատ ընկերներ արդեն շատ ավելի հասուն էինք ու իհարկե խանդավառությունը կար 2018-ի հեղափոխությանը շատ մեծ, բայց արդեն գիտենք, որ նաև պատասխանատվությունն է ահռելի լինելու։ Ոչ մեկս իհարկե չէր պատկերացնում, թե ինչպիսի պատասխանատվություն էր սպասվում մեզ, չեմ խոսում 44 օրյա պատերազմի մասին ու դրանից հետո, ու պատերազմից հետո տարիներ էին պետք, որպեսզի նորից հասկանանք, ուշքի գայինք, թե ինչպես ենք ապրելու, վերագտնենք մեր հույսը ու հավատը։ 2023 թվականին կառավարության կատարողականի ժամանակ ես ելույթումս խոսում էի լավատեսության հիմքերի մասին։ Դրանք էին իմ ժողովրդի պետության տերը լինելու եւ իրական ընտրությունների միջոցով իշխանություն ձևավորելը, տնտեսական զարգացումը, օրինականության ու մարդու իրավունքների ամրապնդումը մարդկանց աճող ներգրավվածությամբ։ Այսօր ես ավելի քան երբևէ ունեմ հավատ, որ մենք ճիշտ ճանապարհի վրա ենք։ Պետություն ունենալու համար մենք նախ ազատ մտքով, իրավագիտակից, կրթված քաղաքացիներ պիտի ունենանք, ու մեր բոլոր ջանքերը ուղղված են ծնված օրվանից Հայաստանում մեր երեխաների, մեր ընտանիքների հանրության համար այս հնարավորությունը ստեղծելուն։ Չկա ոլորտ, որտեղ ես ծանոթանամ պետության կողմից իրականացվող ծրագրերին ու չտեսնեմ մտածողության էական փոփոխություն, մոտեցման էական փոփոխություն դեպի քաղաքացին, դեպի ազատ մտածող քաղաքացին, որին սեփական պետությունը, այսինքն ինքը, հենց ինքը հավաքական առումով ինքը տալիս է հնարավորություն աճի, զարգացման։ Ես մի մեջբերում եմ ուզում անել երեկվա մեր քննարկումներից։ Մեր կրթական համակարգը տևական ժամանակ հիմնված է եղել միսիան վրա, որը գիտելիքն է։ Ժամանակակից աշխարհն այդպես չի աշխատում։ Գիտելիքը ամեն վայրկյան կարող է հնանալ կամ թարմացվել։ Ամենակարևորը այն հմտություններն են, որոնք պետք է օգնեն տարբեր իրավիճակներում այդ գիտելիքները դրսևորելուն կամ գտնելուն եւ ունենալ արժեքային համակարգ, որը քեզ թույլ կտա ճիշտ ընտրություն անել, թե որտեղում ու ինչ ձևով կիրառես այդ գիտելիքը։ Սա երեկվա հարց ու պատասխաններ իմ գործընկերոջ պարոն Եղոյանի եւ տիկին Ժանա Անդրեասյանի միջև։ Օրինակ կրթության ոլորտում այս մի նախադասության մեջ պարփակված է թերևս մեր անելիքի ու մեր մոտեցման փիլիսոփայության մի մեծ մաս։ Այս մտքի առարկայացումը կյանքում ես չեմ պատկերացնում իմ դպրոցական տարիներին, իմ ուսանողական տարիներին, կար պաթոս ու ձև ու պաթոս ու ապօրինություն, աճ ու ձախ վերև ներքև։ Հարկ վճարել, պետության կողմից դրա կարևորության մասին պրոպագանդա, պետությունն ու հարկը նույնացնել, չկային սենց բաներ,
Չկային, որտեղ պետք չէին վասալներին, կարևորը քեշն էր, որը պտտվում էր հատկապես ընտրությունների ցիկլում, սահուն, բայց իհարկե բոլոր առումներով թշվառ ու ապագան սպանող։ Այսօր ես ունեմ պետություն։ Ես ու Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիները ունենք պետություն, որը աշխարհի հետ խոսում է սուվերենի դիրքից, մեծից փոքր, հյուսիսից հարավ, ու որ շատ կարևոր է, բոլորը խոսում են իմ պետության հետ, իբրև սուվերենի։ Անգամ նրանք, որոնք շատ ցավով են դա անում, ստիպված են դա անում, բայց անում են։ Դրա վառ ապացույցն են խոսույթի այն փոփոխությունները, օրակարգերի փոփոխությունը, որը մենք տեսնում ու լսում ենք բարձրաստիճան հանդիպումներին եւ փոխայցելություններին։ Այստեղ հիշեցի շարունակաբար ու համառորեն ինքնալուստրացվող սուբյեկտներին, ամենակալիբրովից մինչև ամենաանկալիբր, կներեք, բայց ամբիոնից ուզում եմ ասել, կալիբր չթողեցիք ուղղակի, դառնացրիք ու արժեզրկեցիք, մաշեցիք, ու հələ էլի մեղմ եմ ասում։ Դաշնակից մինչև օլիգարխ, Վանեցյանից մինչև Վարդանիկ, ուխտազանց բարձրաստիճան վեղարավորներ, ու այս ամենին հարող աշխուժակներ։ Շատ հուզիչ է իհարկե ձեր մեկս մյուսով օպերացիան, մեկը մյուսով, Վրադիր, Մաշա Սիմոնյաններ ու Սոլովյովների հովանու ու էլ չգիտեմ ինչերի տակ։ Բայց ինչն է, որ վրիպում է ձեր փորձառու իմաստուն, ազգի սիրուն մեռած ու լեզուս չի պտտվում ասել քրիստոնյա հայացքից, այն բարձ իրողությունը, որ մարդիկ ունեն աչք, ականջ, միտք ու հիշողություն, ու որ մենք բանել չանենք, ոչ իման չասենք, լորեցու ասած գրախ քաշվենք, դուք ձեր խոսքով ու գործով մարդկանց ստիպում ու համոզում եք, որ երբեք ու երբեք վերադարձ չլինի ձեզ, ոչ իշխանության վերադարձ, տո որ սենց էլ շարունակեք, ոչ էլ երևի որպես ընդդիմություն վերադարձ։ Իսկ մենք սխալներ ունենում ենք, այն էլ շատ, բայց մենք երեսպաշտ չենք, մենք անազնիվ չենք, մենք արժեքներ վաճառողներ չենք, մենք վերափոխվում ենք, չվախենալով խոսել մեր սխալների մասին, ընդունել որտեղ ենք սխալվել ու շարունակել կրթվել։ Իսկ դուք այնքան մանր եք, որ ծաղրում եք, սա կարծելով թե թույլ ենք։ Ծաղրի հետ կապված մի ելույթ չգրած պատգամավոր գործընկեր Դալիթի այս հատվածից։ Ասում էր, ձեզ չենք հասնի, վայ, ձեր բառապաշարը եւ այլն։ Լաչառության, բարոյազրկության, բայղուշության ու էլի ոչ լավ բաների չեմպիոնները եկել մեզ են ասում, որ մեզ չեն հասնի։ Ասում է այս կինը, պատգամավոր իմ գործընկեր Տիկին Ագնեսա Խաման, ասում է, ինչ եք ուզում, ազգովի հավաքվենք տանք։ Տո այն նյութի ու փողի մեռածներ, երբ եք հասկանալու, որ չենք ուզում ինչ-որ բան, որ մեզ տակ, մեզ դիմում են ասելով ձեր ինքնապաշտպանման բնազդը չի աշխատում, ձեր հետագայի բարեկեցիկ կյանքի մասին մտածեք։ Ասում է, եթե մենք լինենք իշխանության, ուզում ասի, գիտեք ինչ էր ձեր սպառնալու ձեր անվտանգությանը, ասում է, ձեր բարեկեցության մասին մտածեք։ Մենք ոչ թե վախենում ենք մեր անվտանգության համար, նայում եմ ստեղ, բայց չկան էլի։ Այլ ավելի շատ վախենում ենք, որ ձեր մտածելակերպ կրողները մեր պետությունը նորից զավթեն ու դեպի տարբեր այլ միություններ տանեն։ Բայց դա չի լինելու, որտեղ ձեր գոյությունը ու գործունեությունը, Արծվիկ Մինասյանի գործունեությունը դրա լավագույն երաշխիքն են։ Ու իհարկե Արծվիկ Մինասյանը այստեղ չի, բայց մի հատ էլ հարց կա, ուզում եմ միանալ պարոն Ռուբինյանի հարցին, ուզում եմ մի անգամ խնդրեմ, որ սահմանեք, որն է դաշնակցականի պետականությունը։ Հստակեցնեմ, Հայաստանի Հանրապետության դեպքում էլի պետականություն ասելով ինչ են հասկանում, որ շփոթ չլինի այլ պետությունների հետ։ Շնորհակալություն։ Մեծարգո պարոն վարչապետ, մեծարգո ազգային ժողովի նախագահ, հարգելի գործընկերներ, երեկվա միջազգային ժեսուի Սամվել Կարապետյան ակցիայից պարզ դարձավ հայ հեղափոխական դաշնակցության շարքերը լրացրած նոր անձանց անունները եւ ես դրանք կուզենայի թվարկել։ Եվ այսպես դաշնակցության շարքերը համալրել են Մարիա Զախարովան, Մարգարիտա Սիմոնյանը, Կոնստանտին Զատուլինը, Արա Աբրամյանը եւ Մամլո Խոսնակ Սոլովյովը։ Իմիջիայլ Սոլովյովին որ տեքստ եք գրում, խնդրում եմ գոնե զգուշացրեք, որ Ռուսաստանում թուրք արտահայտությունը վիրավորանք չի ոնց որ թե առայժմ։ Ուրեմն ինչեր 3 տեղի ունենում։ 3 Ռուսաստանի քաղաքացի Սամվել Կարապետյանին տանը խուզարկություններ տեղի ունենում։
եւ մեր ժուժկալ եւ աղքատասեր ժողովուրդը իրենց թանկարժեք մեքենաներով պատիվ ունեմի Հայաստան դաշինքի եւ մնացած անդիմադիր դաշտը լրացնող անձանց հետ միասին շտապում էին հայ եկեղեցու մեծագույն պաշտպանի պալատների շեմին կանգնելու։ Գոնե հիմա այս ակցիայից հետո կարծում եմ հանրության արդեն ավելի լայն շրջաններին տեսանելի դարձավ, որ Հայաստանի Հանրապետությունում դաշնակցության մեծագույն ջանքերով տեղի է ունենում հիբրիդային պատերազմ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության դեմ, որի առաջամարտիկն է Կտրիչ Ներսիսյանը իր խմբակի հետ միասին։ Սակայն ես ուզում եմ այս ամբիոնից պաշտոնապես հայտարարել, որ ես եւ իմ ընկերները ամուր կանգնած ենք Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության մեջքին եւ Հայաստանի Հանրապետությունում նույնիսկ Մարգարիտա Սիմոնյաններով դաշնակցությունը չի կարող կատարել ինքնիշխանության տապալում։ Շնորհակալություն։ Պարոն Մանուկյան, մի գնացեք, ձեզ էլ ենք անդառնալու։ Այսօր դատարան գնաց։ Հանդիմությունը գնում է դատարան։ Այսօր ChatGPT մի հարց եմ տվել, ասել եմ, թե ինչպես օրինակ կազմաքանդել պետությունները ներսի եւ դրսի ազդեցությամբ։ Ու ինձ նկարագրել է, թե ինչպես են կազմաքանդում պետությունները ներսի, իհարկե սկզբում ասաց, տենց բաներով մենք չենք զբաղվում, ասացի իսկ գիտական բանը հիմքը կարող եք ասել, ինքը տենց սկսեց նկարագրել, բարձրացում է զբաղվում, աղագի ճիշտ պետք է հարցը տաս։ Որտեվ շատերը կաների, որ ասում ես, ինչ ես անում, ասում ես, այս բաներով չեմ զբաղվում, բայց գիտականորեն ապացուցվում է, որ զբաղվում է։ Պետության ինքնիշխանության, ինքնուրույնության թուլացման հիմնական ներքին եւ արտաքին մեխանիզմները։ Կարծում եմ, իրավական համակարգի թուլացում, կոռումպացված կամ կախված դատական համակարգ, ինքնիշխանության հիմնական երաշխավոր հանդիսացող սահմանադրության շրջանցում։ Հիմա ես ինչ որ ասում եմ, ես համոզված եմ մեր ժողովրդին հետևում է եւ իր մտքում վերարտադրում է այն ինչ որ տեղի է ունեցել հեղափոխությունից առաջ եւ ովքեր են դրանով զբաղվել, ինչպես են զբաղվել, ինչպիսի ինստիտուցիոնալ համակարգեր են ներդրված եղել։ Ինքնիշխանության հիմնական երաշխավոր հանդիսացող սահմանադրության շրջանցումը տեղի ունեցել ընտրակեղծարարության միջոցով, մարտի 1-ին բանակի ներգրավվածության միջոցով, կարկառուն ներկայացուցիչն էլ այստեղ նստած արինում մեկ-մեկ հարց ենք տալիս, ասում է, չէ, ես գենշտաբի պետը, չէ, ես առաջի տեղակալն եմ, երկրորդ, երրորդ բան, բայց ինքն է փաստացի ուղերձը հղել, որ 4-5 հոգով չհավաքվենք հանգարց, թե չէ բանակը կմիջամտի։ Արդարության եւ ինստիտուցիոնալ վստահության կորուստ։ Քաղաքացիների վստահության անկում պետական ինստիտուտների նկատմամբ։ Ընտրական գործընթացի մանիպուլյացիա, կողմնակալություն կամ արտաքին աջակցությամբ ձևավորված քաղաքական ուժեր։ Հիմա ճիշտ ասած Դաշնակցության գործընկերներին ուզում եմ ասել, ձեր ֆինանսական եկամուտները բացահայտված են, դուք ներսից եք ֆինանսավորվում, դրսից եք ֆինանսավորվում։ Հուսամ ինչ-որ կերպ դա հրապարակվի, տեսնենք այս ֆինանսական մուտքերը որտեղից են։ Արդյոք արտաքին աջակցությամբ ձևավորված միջոցներ են, թե ներքին աջակցությամբ ձևավորված։ Ներքին բևեռացում, ատելության քարոզ, պետության հիմքերի հանդեպ։ Ներքին եւ արտաքին անվտանգություն, ուրեմն ներքին անվտանգություն, գործակալական ցանցեր, ներթափանցված պետական ապարատում, ԶԼՄ-ներում, գիտական ոլորտներում։ Արտաքին ուժերի աջակցությամբ գործող հասարակական կազմակերպություններ, որպես քաղաքական ազդեցության գործիք, կրոնական կառույցների օգտագործում հանրային միասնությունը խաթարելու համար։ Հիմա տեսեք, այս 3-ի մեջ բոլոր իրար հետ վերցրած, մենք նոյեմբերի 9-ից հետո, որ մի հատ թեթև անալիզ ենք անում, տեսնում ենք, որ մեկ էլ գիտական ինչ-որ կառույց էլ է վարչապետի հրաժարական է պահանջում։ Դա ինչի է նման, եթե ոչ ինչ-որ գործակալական ցանցի ազդեցության։ Մենք կրոնական ամենաբարձր մակարդակով պարզվում է, որ ոչ լեգիտիմ իր դիրքը զբաղեցնող մարդը, ասենք, վարչապետի հրաժարական է պահանջում։ Էլ չեմ խոսում ուժային կառույցների որոշ ներկայացուցիչների կողմից։ Արտաքին միջամտություն, սահմանային խոցելիություն, անմիջական ռազմական սպառնալիք, կիբերգրոհներ, տեղեկատվական պատերազմներ, դիվանագիտական մեկուսացում, ռազմավարական դաշնակիցների կորուստ։ Հիմա այս 3-ը իրար հետ զուգակցվում է
ռազմական ագրեսիայով դրսից Ադրբեջանի կողմից, տարբեր տեսակի ռազմավարական դաշնակիցների կորուստ այն պահին, երբ որ անհրաժեշտ են այդ ռազմավարական դաշնակիցները, տարբեր տեսակի տեղեկատվական պատերազմներ, հիբրիդային պատերազմներ, ինչ որ հաղորդումների պետական հեռուստատեսություններում հաղորդումների ընթացքում հնչող տարբեր տեսակի ապատեղեկատվություն։ Հաջորդ կետը տնտեսական կախվածություն եւ խոցելիություն։ Հիմնական ոլորտներ՝ էներգետիկայի, կապի, ռազմավարական գործարանների գտնվելը օտար կառավարման ներքո։ Հիմա նայեք ինչա տեղի ունեցել էս նոր Գեգամ Մանուկյանն ասում էր հայ-ռուս գազարդ։ Կարծես չգիտի որ էլ հայ-ռուս գազարդ չի։ Իրանց թեթև ձեռքով արդեն միայն ռուս գազարդ է։ Հիմա էներգետիկա, ռուս գազ, հեծ, օտարերկրյա ըստ էության կապիտալի բանի տակ։ Ռազմավարական գործարանները ով է հանձնել Ռոբերտ Քոչարյանը, որի որդին այդտեղ կարկառուն հայհոյախոսի պիտակով չի գալիս էլ նստի, որ չտնանք, որ հայհոյախոսներ կան դահլիճում։ Հա։ Հաջորդը գործակալական ներթափանցում պետական համակարգում, քաղաքական որոշումների թելադրում դրսից, մասնավոր անձանց, հիմնադրամների կամ հասարակական կազմակերպությունների միջոցով։ Հիմա այս մասնավոր անձը, ով որ երեք բան հայտարարություն է տարածել, այս մարդը Ռուսաստանի անձնագիր ունի։ Բայց ասում են նաև ունի Հայաստանի անձնագիր։ Հիմա տեսեք, ուրեմն Ռուսաստանում չկա երկքաղաքացիություն։ Եթե ինքը սկզբում Հայաստանի քաղաքացի է եղել, ապա ինքը գրավոր պետք է հրաժարվեր ըստ ռուսական օրենքների, եթե ես չեմ սխալվում, էլ այտենց գիտեմ։ Հրաժարվեր Հայաստանի քաղաքացիությունից գրեր։ Գնար ներկայանար այդ համապատասխան մարմինը, որ իրան տային ռուսական անձնագիր։ Իսկ եթե սկզբում ռուսական անձնագիր է ունեցել, ինքը պետք է գնար հանձներ այդ անձնագիրը, հետո գար ստանար հայկական անձնագիր։ Հիմա ինքը Հայաստանի քաղաքացի է, թե Ռուսաստանի քաղաքացի, որտեղ երկուսը մեկում չի լինում։ Հիմա մասնավոր անձանց միջոցով քաղաքական որոշումների թելադրում դրսից։ Եթե օրինակ մի հատ երկրի ղեկավար իր ռազմավարական գործարանները տալիս է մեկ ուրիշ երկրի, այդպես համարյա նվեր է տալիս, էլի, գույք պարտքի դիմացով։ Հիմա այս մարդը քաղաքական որոշումների թելադրում է դրսից, թե իր ազգային շահերից։ Ես կարծում եմ, որ ուղիղ տիպիկ բանը նկարագրությունն է, թե դրսից ոնց կարելի է երկրի ղեկավարին ստիպել, որ ինքը իրանց շահերից բան կամ չստիպել, կարող է ընդհանրապես իր շահերից չի գործում։ Կրոնական կառույցների միջոցով ներգործություն, օտար կրոնական կառույցների ֆինանսավորում, ազգային ինքնության դեմ քարոզ տարածելու համար, կրոնական համայնքների միջոցով համայնքային ինքնավարությունների ձևավորում, պետությունից անջատ գաղափարախոսությամբ։ Հիմա ինձ մեկը թող ասի, օրինակ, մենք ասում ենք, որ իրական Հայաստան, պետության, պետական քաղաքականությունն է, իշխող կուսակցության, իշխող խմբակցության, կառավարության, ժողովրդի կողմից ընտրված։ Մենք ասում ենք իրական Հայաստան, մենք ասում ենք սահմանազատում, մենք ասում ենք Հայաստանը ունի կոնկրետ այսքան տարածք, չունի հարևանների նկատմամբ տարածքային որևէ պահանջ։ Եկեղեցին երբևէ երկրորդել է պետական քաղաքականությունը, թե հակառակն է արել։ Օրինակ հակառակն է արել Բագրատ Գալստանյանին գործողելով դեպի քաղաքական դաշտ ուղիղ, հակառակն է արել կաթողիկոսի շուրթերով, հակառակն արել տարբեր տեսակի, տարբեր կալիբրի հոգևորականների, քելեխների, բանիկանունքների, հոգեհանգիստների ժամանակ քարոզներով, բաժակաճառերով, ամեն ինչով։ Հիմա դա օրինակ կրոնական համայնքների միջոցով համայնքային ինքնավարությունների ձևավորում պետությունից անջատ գաղափարախոսությամբ հիմա չի տեղավորվում։ ChatGPT-ն ասում է, սա օտարերկրյա ներգործության ներսից պետությունը քանդելու բան է, գործիք է։ Սփյուռքի կառույցների քաղաքական միջամտություն, Սփյուռքի կառույցների օգտագործում հայրենիքում ներ քաղաքական օրակարգեր ձևավորելու նպատակով, այնտեղ մի հատ Սայուզ Արմյան Ռասիայի բանը թոթովախոս ոչ հայերեն, ոչ ռուսերեն չտիրապետող մեկը կա, ասենք, ինչ որ հայտարարություններ է տարածում, անհասկանալի, ինչ որ պահի ֆիլոսոֆիությամբ էր զբաղվում, ֆիլոսոֆիությամբ էր զբաղվում։ Ֆինանսական աջակցություն քաղաքական պայքարի կողմերին դրսի շահերի պաշտպանությամբ։ Ես կարծում եմ, որ սա ակնհայտորեն համընկնում է այն իրավիճակին քաղաքական ինչ որ մենք ունենք։ Եզրակացություն, ասում է ChatGPT-ն։ Պետությունը կորցնում է իր ինքնիշխանությունը, երբ իրավական համակարգը, արդարադատությունը, անվտանգությունը եւ տնտեսությունը դառնում են արտաքին շահերի նկատմամբ խոցելի։ Ազգային դիմադրողականությունը, ես էլ դաշնակցության համար եմ ասում, ազգային դիմադրողականությունից են ամբողջ օրը խոսում։ Հիմա ինչի մեջ է ազգային դիմադրողականությունը։ Ամրապնդելու համար անհրաժեշտ է անկախ դատական համակարգ, առաջին, տնտեսական դիվերսիֆիկացիա եւ ներքին արտադրողականության բարձրացում, ինֆորմացիոն անվտանգություն,
քաղաքացիական գիտակցություն եւ ինֆորմացիոն դիմադրողականություն։ Այս ինֆորմացիոն դիմադրողականության եւ ինֆորմացիոն անվտանգության մասին ուզում եմ հատուկ շեշտադրում անեն։ Օրինակ, ինչի են բողոքում, որ վարչապետը ստատուս է գրում, գիտեք ինչի են բողոքում, որտեղ դա ինֆորմացիոն դիմադրողականության ամենաուժեղ հողնաշարն է այսօր Հայաստանում։ Ավելի ուժեղ ռեսուրս քան վարչապետի էջը այսօր չկա։ Դրա համար ինչ են անելու, ամեն ինչ անելու, որ ինքը ստատուս չգրի, որ ստատուս չգրի դիմադրողականությունը կընկնի, իրանք սալավյովներով բանով կլցնեն եթերը, իրանք հայհոյախոսներով, ворթիներով, հայրերով, բան կանեն, ողնաշարը կկոտրեն Հայաստանը, հասկանում եք։ Եվ վերջում ուզում եմ նաև անկախ դատական համակարգի տնտեսական դիվերսիֆիկացիայի ներքին արտադրողականության բարձրացման մասով ասել, որ քանի որ մենք այսօր բյուջետային հայտն ենք քննարկում, մեր պետական բյուջեն կառուցված է ամեն ինչը ուժեղացնելու վրա եւ ըստ էության այն ուղղված է պետության դիմադրողականությունը բարձրացնելուն, անկախությունը եւ անվտանգությունը բարձրացնելուն։ Վերջում էլ ChatGPT-ն ասում է, ուզում եք այս ամեն ինչը PowerPoint-ով սարքեմ, որ կարողանաք պրեզենտացիա անեք, ասացի ոչ, շնորհակալություն ուշադրության համար։